Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրն անցնում է իրականացման փուլ։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 98 միլիարդ դրամ։ 2021 թվականից մեկնարկած նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ վերջնական նախագիծը պատրաստ կլինի հունվարի վերջին։ Կայարանի իրագործումը նախատեսված է 2026-ից 31 թվականներին։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի կառավարության կողմից։ Գերակաշահի մասին որոշման նախագիծը կառավարությունում է, դրա հաստատումից հետո կմեկնարկեն անհրաժեշտ տարածքների օտարման գործընթացները։ Քաղաքապետարանի գնահատմամբ սա ռիսկային գործընթաց է։ Կառավարման արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառվելու են FIDIC պայմանագրային ստանդարտները, ինչը ենթադրում է միջազգային փորձառու ընկերությունների ներգրավում։ Մշակվում է կառավարության հատուկ որոշում, որը թույլ կտա գնման գործընթացները կազմակերպել միջազգային ընթացակարգերով։ Հաշվի առնելով նմանատիպ ծրագրեր կառավարելու տեղական սահմանափակ կարողությունները, մեկ միասնական որոշմամբ սահմանվելու են թե շինարարության, թե տեխնիկական հսկողության առանձնահատկությունները։ FIDIC կարգավորումների համաձայն տեխնիկական հսկողը հանդես է գալու որպես ծրագրի ինժեներ և կրելու է ամբողջական պատասխանատվություն շինարարության ողջ ընթացքի համար։